Երեկ երեկոյան բարձրացած ուժեղ քամին պտտահողմի էր վերածվել, Աշոտքում շուռ էր տվել մի քանի հենասյուներ, բնակավայր էր հոսանքազրկել։ Գոգհովիտ գյուղում էներգամալուխների վրա ընկած հենասյուներն առավոտյան Էլցանցի վթարաբերացման բրիգադը սկսել էր ուղղելու ամրակայել։ Բիտոն կկայնացնենք, հետո սյունը կանենք, բիտոնին կկաբենք։ Գյուղի էներգամատակարարումը մինչև կեսօր վերականգնել էին, բայց գյուղատնտեսությանը հասցրած վնասը անհամեմատ մեծ է։ Վնասի չափն էլ դեռ հայտնի չէ։ Աշոտսկ համայնքի մի քանի գյուղի ցանքատարածքներ են մնացել կարկուտի տակ։ Ցողամարգում, Հողմիկում եւ Գոգհովիտում տնտեսություն չկա, որ տուժած չլինի։ Գայ ունիմ, ցանած, ավիոզ ունիմ, կարտոլ ունիմ։ Քիչ է չէ, ասենք 10-րդական կարտոլ։ Այսօր աշեսօր չկա, մինակ հողն երևեմ, դի չգիտեմ, ինչ ձևի մարդ պետք է անի, որ կրանա դիմանա։ Մոտ 20 րոպե անձրևախառն տեղացած կարկուտը, որն ուղեկցվել էր ուժեղ քամիով, Աշոտքի եւ Ամասիայի գյուղերով է անցել։ Կարկուտի հաստ շերտը մեկ օր անց էլ դեռ հողամասերում մնացել էր։ Մրգատու ծառերին բերք չի մնացել, բանջարանոցներում սացիլների դատարկ ճյուղերն էին միայն։ Լովին դա երկու մարգեր, երկուսն էլ յետնին հավասարված։ Այնտեղ սիսեր էր։ Չկա։ Այն մյուսը։ Այն ելագն է վերևը։ Պամիդորը լոբի, կարկոշջեր, կյան վերևին լոբին, ավելի լսա։ Մենակ սխտորն էր բան չէ, սխտորն ինչ է։ Մեկ շաբաթից խոթունձ էին անելու, անձրևային օրերն էլ նպաստավոր էին եղել։ Գյուղացին պլանավորել էր, որ խոթքաղից լավ արդյունք է ունենալու։ Անասնակերի հարցը մասամբ լուծված էին համարում։ Մոտ կես մետր բարձրության խոտը հավասարվել է գետնին։ Նույնիսկ ծերով էլ չես կրա քաղես էլի։ Այ Օդավապես նայեք, իր բարձրությունը սիկ է, նայեք։ Օդավապես թե կես մետր երևի հետ չի, բայց միսիկ, ասենք տեխնիկան էլ որ դու բերես քաղելու, այդ տեխնիկան երևի չի կրա քաղե, կեսն է չի քաղե, որովհետև իրան քաղելու հնարավորություն չկա, ինքը լրիվ պարգած է արդեն։ Ասենք սա ջարդել է, պարգել է, հիմա ինքը սիկ արդեն սա վնասված է, ինքը չգիտեմ, դիսենք հասներ մեր շաբաթում 10 օրվա ընթացքում, որ մենք սկսեինք քաղելը, որ օգուտը տեսնենք, բայց սիկ արդեն երևի ինքը ոչ մի բան չի եղնի, այսպես պետք է մնա հոդի։ Ամսու մեկով մենք պետք է կատարենք խոտքա, բնությունը խոնավություն եղանակով, ասենք խոսքի ժողովուրդը մեկ քիչ ոտները կախքտեցին, որը ասենք խոսքի եթե պետք է քաղեն բճանը, ու այդ ձևի այսօր էլ հեշտ բան մենք չունենք ոչ մի սպասելիք, որ ստանանք, ձմեռը կրանանք մենք կարունել։ Բերքը հասունացել էր արդեն Ցորենի եւ Գարու ցանքատարածքներում, կարկուտն ու քամին հեկտարներով հացահատիկային մշակաբույսերն են վնասել։ Ցորենի Գարու հասկերը կոտրված են։ Արդեն կտրել է ինքը, ցողունից անջատվել է, հա։ Էսի գել ինչ պետք է անի։ Այն ավիոզի Գարու մասին չեմ մտածում, դե ինի գանասնակեր է։ Էսի գերի մույսը ձմեռվա։ Ես բանը չենք կրայել, ինչ պետք է անենք։ Ահավոր վնասներ է կրած։ Կոնկրետ ես 10 հեկտար ցանկ ունեմ երած։ Ու այդ 10 հեկտարս էս վիճակն է սա։ Գոգհովիտ գյուղի 320 հեկտար վարելահողերի մի փոքր մասն է անվնաս մնացել։ Հակակարկտային կայան չունեն, հարևան Հողմիկի կայաններն են միշտ բերքը կարկուտներից պաշտպանել։ Երեկ երեկոյան էլ Հողմիկի հակակարկտային աշխատել է, բայց օգտակար գործողության չի հասել։ Կարկտահարության վնասները հաշվում են նաև Հողմիկ գյուղում։ Գոգհովիտի վարչական ղեկավարն էլ նշեց, որ գյուղի տնտեսություններից որևէ մեկը գյուղապահովագրություն չունի։ Հիմա հույսները դրել են պետության փոխհատուցմանը։ Պետության աջակցությունը մենք շատ ուժեղ ուզում ենք ունենանք, որովհետև ասենք խոսքի ինչ չափի կրանց օգնատեղնի։ Սաղսե ծախսենք ես 5 հեկտար եմ ցանը 50 հեկտար արշակ է ցանը խոսքի, չէ։ Մի արշակը իր բանի 1 հեկտար հողի վրա ծախսել է խոսքի 1 միլիոն է, այդ պետությունը իր 50 միլիոն փող բերեք ու դա չի տա, չէ։ Բայց շատ մի 100-200 հազար մարդը վարդ է վերցրել, բանը վերցրել, ինչու փակվի։ Պետությունը սուբսիդավորում էր 5000 դրամ անջրդի վարելահողերն էին, 6000 դրամ մոտավորապես ջրովի վարելահողերն էին, հեկտարի հաշվով Ցորեն Գարի վարձակ, տարբույթը մի քիչ տանգ էր 7000 դրամ երևի, մոտավորապես սա բավականությունը, բայց էլ ասում են թերահավատորեն էին մոտենում ժողովուրդը, կասկածում էին, նոր բան է, ինչ որ վախի մոմենտ կար, չմոտեցան նաբավագրություններին։ Գյուղերում հողատերերը ամբողջ օրը շրջել են դաշտերում, մոտավոր հաշվարկներ արել, թե ինչքան կկազմի կրած վնասները։
Դեռ մարզային հանձնաժողովը գյուղեր չի գնացել, ուսումնասիրություններ ցանկատարածքներում նաև իրենք են անելու։ Հունիսի կարկուտներից էլ տուժել էին Ախուրյանի եւ Արթիկի տասնյակ գյուղեր, ինչպես նաև Գյումրին։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։